Արդյոք ձեր խմբակցությունը նրանցից գոնե 1-2-ին կարող է ինչ-որ ձայն ապահովել կամ կողմ քվեարկել։ Պարոն Մակարյան, քննարկումների վերջում բոլոր 12 հանձնաժողովների թեկնածու նախագահների թեկնածուների քննարկումից հետո, մտքերի փոխանակումից հետո կլինի անպայման խմբակցության նիստ, համապատասխան որոշումները կկայացվեն եւ դուք կիմանաք։ Քննարկման փուլում է գտնվում, հավանաբար եթե այսպիսի տեմպերով գնանք հանձնաժողովի նախագահի թեկնածության հարցը քննարկվելու է 2 կամ 3 օրից, դրա նախորդող օրը կունենանք խմբակցության նիստ, որի արդյունքներով թեկնածուներ ունենք, հաշվի առնելով, որ դեռևս թեկնածուներ են, այսինքն մեր ներքին խմբակցության ներսում թեկնածուներն են, դեռևս, այո, վերջնական չի, վերջնականի դեպքում այս օրենքի համար պարոն Ֆարմանյանի մասով ես չեմ հիշում, որ լրատվամիջոցի հետ էր, երբ որ հարցը հնչեցում եք առաջադրելու, պարոն Կարապետյանը առավոտյան հայտարարեց, որ պարոն Ֆարմանյանն է լինելու։ Ես չեմ սխալվում, հանձնաժողովի նախագահությունը վերցնել։ Որ հատուկ եք, հատուկ ընտրեցիք այդ հանձնաժողովի նախագահությունը, վարկած է, ես սա կարդացել եմ, իմ կարծիքը չէ, որպեսզի ձախողեք Հայաստան-ԵՄ այդ հարաբերությունների խորացման գործընթացը։ Կամ հակառակն էլ կա, որպեսզի ձեզանից բանեք այդ։ Պարոն Կարապետյան այդ հարցին պատասխանել է, ես էլ եմ պատասխանել այդ հարցին, այդ հանձնաժողովը որքանով որ տեղյակ եմ, տարեկան ընդամենը մի քանի նիստ էր անցկացնում եւ փաստացի աշխատանքները կանգնած էին։ Ինչ վերաբերում է Եվրամիության հետ հարաբերություններին, ունենք մարտահրավերներ այդ ուղղությամբ, մասնավորապես Հայաստանի եւ Եվրոպական միության պետությունների հետ ապրանքաշրջանառությունը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում եւ անկում է ապրում, նույն Ֆրանսիայի օրինակը մի քանի անգամ բերել ենք, բացի այդ, ինչպես գիտեք, օրինակի համար հայկական օդանավերը կոմերցիոն թռիչքներ իրականացնող չեն կարողանում ԵՄ թռչել 2019 թե 20 թվականից, իսկ բազմաթիվ խնդիրներ կան եւ այնտեղ, այո, մեծ անելիքներ կան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը պետք է հավասարակշռված եւ բալանսավորված քաղաքականություն վարի բոլոր պետությունների հետ, զարգացնի իր հարաբերությունները թե ԵՄ-ի հետ, թե նաև Եվրասիական տնտեսական միության պետությունների հետ, թե Չինաստանի, թե ԱՄՆ-ի, թե Ծոցի պետությունների, թե մյուս պետությունների։ Պարոն Աբրամյան, Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովը վերցնելով, ինչպես ասացիք, պասիվ հանձնաժողով է, ուզում եք ակտիվացնել եւ երկրորդ հարցով ուզում եք խորացնել Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու Եվրաինտեգրումը, թե նաև, ինչպես սկզբում նշեցի, նաև այսպես որոշակի շղարշ եք ուզում ապավել, որ ձեր այսպես պրոռուսական ուժ լինել այսպես քողարկվի դրանով։ Պարոն Մակարյան, ուժը Հայաստանը պրոհայկական ուժ է եւ անցած ճանապարհը մեր դրա մասին է վկայում, ինչ վերաբերում է ձեր կողմից հնչեցած հարցին, մենք բոլոր միջազգային հարաբերություններում առաջնորդվում ենք Հայաստանի Հանրապետության ազգային շահով։ Ինչ վերաբերում է Եվրոպական միության հետ հարաբերություններին, ապա այո, Հայաստանը պետք է զարգացնի, պետք է խորացնի ԵՄ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես ես ոլորտները նշեցի, ոլորտներ կան, որոնք որ 18 թվականից ավել են վատթարացել եւ մենք հետեւողական ենք լինելու։ Ավելի ակտիվացնել եք նիստերը։ Ինչպես։ Նիստերը ակտիվացնել եք։ Ну, եթե կա մշտական հանձնաժողով, այսինքն մշտական բառը հուշում է նրա մասին, որ պետք է, այո, այդ ձևաչափը, եթե ձևաչափը կա եւ այդ ձևաչափը նպաստում է Հայաստանի ազգային շահի եւ մյուս պետությունների, մյուս կառույցների հետ համագործակցության խորացմանը, ապա այո, պետք է ակտիվ։ Ես նշեցի նույն առևտրային, այսինքն եթե մենք ելնում ենք այսօրվա դերությամբ, քաղաքական փոխհարաբերություններից բացի, նաև պետք է ունենալ համապատասխան առևտրային հարաբերություններ, չմոռանանք նույն Եվրոպական միությունը, որ ստեղծվել է, ինքը ստեղծվել է որպես առևտրային, այսինքն միություն 40-ական թվականներին, այսինքն հետո է ինքը վերաճել արդեն նախորդ դարի վերջում քաղաքական միության։ Հայտարարվում էր, որ դուք այստեղից է հարցերի չի հանդուրժում եւ Եվրոպական միության հետ շուկայի դիվերսիֆիկացում եւ ԵԱՏՄ երկրների, նույն էլ ԵԱՏՄ երկրների պետություններն են պահանջում, որ կողմնորոշվեն կամ այն կողմ, կամ այս կողմ, այսինքն հավասարակշռված քաղաքականություն ոչ այս կողմն է հանդուրժում, ոչ էլ մյուս կողմը։ Գիտեք, լավ դիվանագիտությունը հենց դրանով է տարբերվում, որ չպետք է հակադրությունների գործիք դառնանք, այլ ընդհակառակը պետք է փորձենք այնպես անել, որպեսզի հավասարակշռված, բալանսավորված հարաբերություններ կառուցենք բոլոր կողմերի հետ։
եւ շարժվենք Հայաստանի ազգային շահերից ելնելով։ Ակնկալվում էր, որ տնտեսական թեմայի հետ կապված եմ հարց տալիս։ Ենթադրվում էր, որ տնտեսական հանձնաժողովի նախագահությունը կվերցնեք, հատկապես երբ նախընտրական շրջանում հենց տնտեսական ծրագրերով էիք հանդես գալիս։ Ինչու չեղավ, արդյոք ԿՊ-ից է եղել անհամաձայնություն ընդհանուր առմամբ եւ ինչու հենց փաստորեն եվրոինտեգրում։ Այդպիսի քննարկում բնականաբար չի եղել, առաջնորդվել ենք դրանով, որ իսկն ընտրել ենք այն հանձնաժողովները, նույն ֆինանսա վարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի դեպքում հաշվի առնելով բյուջեի ծախսման արդյունավետության բարձրացումը եւ խորհրդարանական վերահսկողության անհրաժեշտությունը այդ ուղղությամբ որոշում է կայացվել ընտրել այդ հանձնաժողովը, հետեւողական ենք լինելու, որ այդ հանձնաժողովում այդ հանձնաժողովը օգտագործելով նաեւ թափանցիկությունը մեր հասարակության հետ մեր հասարակության արժեվ, այսինքն թափանցիկությունը բարձրանա, պետական միջոցների ծախսի։ ԿՊ-ի կողմից անհամաձայն Վերցրել եք, որ ինչ անեք, ի հակառակ պարոն Կարապետյանի գործեք, թե այնպես անեք, որ Հայաստանը չգնա Եվրոպա եւ այդ մտահոգությունները, որ ունի ձեր ղեկավարը, չեզոքացնեք։ Պարոն Կիրակոսյան, կրկնում եմ, որ պետք է առաջնորդվել Հայաստանի Հանրապետության ազգային շահից եւ ստեղծված իրավիճակից։ Տեսեք, ունենք այնպիսի իրավիճակ, որը որ ներկայացրեցի, թղթի վրա, այո, ընդունվել է օրենք եվրոինտեգրման մասին, բայց հողի վրա որևիցե բան չի արվում։ Պարոն Կարապետյանը այդ միտքը արտահայտել է, հաշվի առնելով նաեւ անհանգամանքը, որ մենք ունենք առևտրային հարաբերություններ ԵԱՏՄ-ի հետ եւ ԵԱՏՄ-ի հետ առևտրային ապրանքաշրջանառությունը աճում է, ԵՄ-ի հետ անկում է ապրում։ Եթե մենք, այսինքն Հայաստանի Հանրապետությունը որոշում է ինչ որ ուղղությամբ առաջ շարժվել, պետք է մենք թղթի վրա չլինի եւ չպետք է հակադրությունների գործիք դառնա։ Պետք է հստակ ծրագիր, պետք է հստակ, եթե նման ճանապարհային քարտեզ առաջին հերթին Հայաստանի ազգային շահը հաշվի առնելով դիվերսիֆիկացնել նույն ապրանքաշրջանառությունը։ Իսկ այսօր մենք ունենք այն, որ Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառության թիվ մեկ գործընկերը ԵԱՏՄ պետություններից մեկն է։ Իրենք էլ են ասում դիվերսիֆիկացնենք ու դա անում են ոնց որ Ռուսաստանի Պարոն Մակարյան, չի դիվերսիֆիկացվում ախր։ Խնդիրը գիտեք որն է, եթե տանենք Էյֆելյան աշտարակի մոտ հայկական ծիրանը նկարենք, չի նշանակի, որ հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա։ Այսինքն կամ եթե տանենք հայկական լոլիկը նիտեղ նկարենք, չի նշանակի, որ հայկական լոլիկը արդեն վсё մտել է Եվրոպա։ Դա հետևողական աշխատանք է, շուկաների փնտրտուք։ Կոնկրետ տարիներ շարունակ կոնկրետ շուկա էր ձևավորվել, հայ ֆերմերը, հայ գյուղացին, տարիներ, տասնամյակներ շարունակ աշխատելով, այսինքն այո, հիմա եթե մենք որոշում ենք, այսինքն եթե Հայաստանի Հանրապետությունը որոշում է, որ պետք է շարժվել կոնկրետ այս ուղղությամբ, ապա պետք է նաև համապատասխան քայլեր գետնի վրա եւս արվեն։ Ես կրկնում եմ, մեր հայկական առևտրային թռիչքներ, կոմերցիոն հիմունքներով թռիչքներ իրականացնող օդանավերը չեն կարող Եվրոպական միություն թռիչքներ կատարեն, բացի թիվ 1 օդանավից, մի փոքր այլ է։ որը որ կոմերցիոն չի, բնականաբար Պարոն Աբրահամյան, պատվիրակություններին սպասարկում։ Այսօր ստացվում է, որ դիվերսիֆիկացիան այս իշխանությունը անում են ի հաշիվ Ռուսաստանի։ Ինչպես է կարող անել բալանսավորել, որ դա ի հաշիվ Ռուսաստանի չլինի։ Դուք եթե դեմ չեք իհարկե Ռուսաստանի հետ։ Ի հաշիվ Ռուսաստանի կներեք, բայց որ ասում եք դիվերսիֆիկացիա, ես հիմա դիվերսիֆիկացիա չեմ տեսնում առևտրային հարաբերությունների, այսինքն մեզ մոտ, եթե գնանք նույն խանութներ, կտեսնենք, որ սուպերմարկետներում, ինչպես իմ գյուղատնտես ընկերներն են ասում, ինքնարժեքից ցածր գնով ծաղիկներ են վաճառում։ Կտեսնեք, որ մենք արտահանման խնդիրներ ունենք եւ իրականում նոր շուկա դուրս գալը ինքը այնպես չի, որ այսօր զարթնեցիր եւ վсё կարող ես